Հարմար նստիր, թեյ վերցրու, քեզ հետ Գոհարն ու Անին են։ Մենք չենք բուժելու, ուղղակի խոսելու ենք հոգեբանության մասին, պարզ ու հասկանալի։ Նենց ոնց կխոսեիր ընկերներիդ հետ, բայց կլինի գիտահեն։ Սա ոնց ես ոդկասթն է հոգեկան առողջության մասին, որտեղ դու ընդունված ես նենց ոնց կաս։ Ով կոմպլեքսներ չունի, ժամանակն է իրան գրանցել կարմիր գրքում։ Ոնց հասկացաք, այսօր խոսելու ենք կոմպլեքսներից։ Ձեզ հետ Գոհարն է Եվ Անին։ Կոմպլեքսները մեր բնականի ինչ-որ մի մասն են, որին մենք հակված ենք անուններ կպցնելու, եւ եթե Գոհարը դեմ չի, մի քիչ մանրամասնի է, ինչ անուններ ենք կպցնում, խի ենք կպցնում առհասարակ։ Ուրեմն սկզբում կուզեմ մի հատ բացատրեմ ինչա կոմպլեքսը, հա, հոգեբանության մեջ դիտարկում են կոմպլեքսը որպես էմոցիաների, մտքերի, համոզմունքների մի հատ մեծ կլորիկ, որը կարա լինի իրավիճակային ու կարա լինի անդադ քո հետ, այսինքն դու ինչ որ մի հատ մի բանի մասին մտածում ես, ինչ որ, չգիտեմ, օրինակ հիմնական մարտակինի մասին է լինում այդ կոմպլեքսները, ասենք չի եմ գերեմ, նիհար եմ, սիրուն եմ գեշ եմ եւ այլն, այդ մտքի հետ լիքը էմոցիաներ ունես ու այդ կարա անընդհատ լինի կամ լինի ինչ որ իրավիճակային, այսինքն չգիտեմ, եթե դու պետքա տանից դուրս գաս, քո կոմպլեքսը ուժեղանա, եթե մնում ես տանը, այդքան ուժեղ կարա չլինի կոմպլեքսը։ Այսինքն սոցիալիզացիայի պարագայում կարա խորացնի այդ կպչուն մտքերի բանը, այո, եւ խորացնի կոմպլեքսը։ Այո։ Իսկ որտեղից ենք վերցնում կոմպլեքսները կամ որտեղից են առաջանում մեր մեջ այդ մտքերը, որ հետո դառնում են կոմպլեքս արդեն։ Երևի էլի կասեմ փոքր ժամանակվանից, ոնց բոլոր ոդկասթների ժամանակ ես այդ կրկնում եմ, բայց հա, փոքր տարիքը մանկությունը մեր ոնց որ հետագա կյանքի, ինչպես նաև մանկության համար, բայց հետագա կյանքի համար շատ մեծ դեր է խաղում։ Ու ստեղ չեն կարա այդ անտեսենք, մանկությունը շատ մեծ կարևորություն ունի, բայց հիմա մեր օրերում կարամ առանձնացնեմ համացանցը։ Մի հատ մեծագույն աղբյուր կոմպլեքսներ ձևավորելու։ Հա, ես կուզեմ քո կարծիքն էլ լսեմ, օրինակ դու ոնց ես մտածում, այլ որտեղից մենք կարանք կոմպլեքսներ ունենանք։ Դե եթե մանկությունը դիտարկենք ընտանիք, ինչ որ միջավայր, երեխաների հետ բակում խաղալ, կարա ինչ որ եթե դիտարկենք բուլինգի բանը, բուլինգից դա վերածի ոնց որ ինչ որ դա քեզ գա որպես կոմպլեքս դառնա։ Ես իմ երևի դպրոց արդեն հետո ինչ որ ուսանողական տարիներ, այդ սեռնահասնացման տարիքն էլ շատ մեծ դեր, ոնց որ դոյի պոսլի ինչ որ վիճակների մեջ ես լինում, ահա ինչ որ բաներ կարան մնան, կարան հակառակը արդեն գնան, երբ որ արդեն նորմալ մարդու տեսք ես ստանում, այսպես ասած։ Բշտիկները քչանում են, եթե ակնեի խնդիր չկա։ Այլ որտեղից երևի աշխատավայրում, եթե մինչև այդ ունեցել ես կոմպլեքսներ, կարա այդ նույն սոցիալիզացիայի դեպքում ոնց որ խորանա եւ ինչ որ վատ միջավայր երևի ունենալուց, որ քեզ անդադ ինչ որ մատով ցույց են տալիս քո կոմպլեքսները։ Հրաշալի գիտելիքներ, ոչինչ չունեմ ավելացնելու, Անին ամբողջը ներկայացրեց ոնց կա։ Հենց տենց էլ առաջանում են կոմպլեքսները։ Ես տեղ մի հատ պատմություն կուզեմ պատմեմ կապված մի հատ բլոգերի հետ ու կապված մեդիայի հետ։ Վերջերս մի հատ առհասարակ ես մտ աղջկա եմ հետևում։ Ստալկեր չեմ, համացանցում հետևում եմ իրան, շատ եմ հավանում իր արտաքինը։ Բաժանորդագրված։ Ոնց է ասում են։ Մի խոսքով ինքը տենց ինչ որ գեղեցկության մասին բաներ է նկարում։ Ու ինքը մի հատ սինդրոմ ունի, սինդրոմի անունը հիմա չեմ հիշում, բայց երբ ինքը ծամում է, իր մի հատ աչքը sense փակվում, բացվում է։ Որը իմ համար sense շատ միլինգի բան է, բայց ինքը հետ այդքան չէր նկատել ու ինքը պատմել են մասին, որ ինչ որ մի օր ինչ որ բան է կերել վիդեո նկարելուց, մարդիկ նկատել են, ասել են վայ, ես ինքո աչքը ինչի է sense փակվում, բացվում ու իր մոտ ձևավորվել է այդ կոմպլեքսը, ինքը այդ մասին ոնց որ բաց խոսում էր, ասում էր, այնքան ասեցիք, որ այդ օքեյ չի, սիրուն չի, ինչ որ մի բան արա դրա հետ, որ իմ մոտ այդ կոմպլեքսը ձևավորվեց ու հիմա ոնց որ մեդիան ունի այդ ազդեցությունը, մարդիկ ունեն այդ ազդեցությունը ձևավորելու ինչ որ կոմպլեքսներ, ինչ որ մի բանից որ նախ երևի ամեն դեպքում ուղղել չի լինի, ինչ որ ֆիզիոլոգիական իծն ինչ որ երջակա։ Ուղղել չի լինի, բայց անգամ եթե լիներ էլ այդ մարդը ոնց որ օքեյ ավելի շատ դրա հետ, քան չէ։ Հա, այդ գեղեցկության ոլորտը բավականին թիրախավորում է մարդկանց, ովքեր ունեն ինչ որ նույնիսկ ուղղակի իծն է ինչ որ ֆիզիոլոգիական խնդիրներ, դա իրանց ընդհանուր առմամբ չի անհանգստացնում, բայց այդ գովազդը մեդիայում անդադ տեսնելուց իրենց թվում է, որ պետքա գնան ուղղեն ինչ որ մի բան, իրանց մոտ ծուռա ճիշտ չի, լավ չի, չգիտեմ, բշտիկները պետք է անպայման քսել ամենալավ տոնայինով, փակել,
եսի մարմինը անպայման ինչ-որ այնպեսի հագուստ հագնել, որ հանկարծ մի սկլատ կա չերևա, մի ծալք չլինի, ինչ-որ եւ այլն, էլի գեղեցկության ոլորտը բավական մեծ ինչ-որ թիրախասարքի հատկապես կանանց, բայց հիմա տղամարդկանց էլ մազերի վերաբերյալ, մազաթափության վերաբերյալ ինչ-որ Ես այդտեղ կուզեմ մի հատ sense կարևոր բան նշեմ, դիրքորոշման հետ կապված, վստահ եմ Անին էլ կկիսի իմ հետ, ոնց որ մենք այս ամեն ինչը չենք խոսում նրա համար, որ մենք դեմ ենք ինչ որ մի բանին, ոնց որ բարձրաձայնում ենք ուղակի, որ տենց, չեմ, կոմպլեքսներ կան եւ այլն պատմում ենք ձեզ միանշանակ մեր վրա էլ ազդում այդ ռեկլամաները ու ամեն ինչը բայց այստեղ ոնց որ խոսքը ավելի շատ բարձրաձայնելու մասին է որովհետեւ յուրաքանչյուր մարդ իր որոշումներով ու ընտրությամբ գեղեցիկ է այսինքն եթե դու ուզում ես չեմ բոտոքս անես ուզում ես ինչ որ թեկուզ մազաթափության դեմ պայքարես ու չեմ մազերդ փոխպատվաստես եւ այլ լրիվ օքեյ ինչ կուզեք անեք ես շատ ուրախ եմ որ նաև կա այդ միջամտությունները որ եթե դու ունես այդ կոմպլեքսը որի հետ օրինակ տարիների ընթացքում թերապևտիկ process-ում մենակ կամ թերապևտիկ process-ում չես կարող հաղթահարես ու եթե դու կարես օրինակ ինչ-որ գումար ծախսես դրա վրա ու այդ կոմպլեքսը բացարձակ չլինի ինչի՞ չէ շատ ողջունելի այո խոսքը ավելի շատ նրա մասին է որ թե ինչքան չափազանցված է ներկայացվում մեդիայում եւ այդ բոլոր ոլորտներում որոնք թիրախավորում են մարդկանց եւ ինչքան դա կարա վնասի մարդուն եթե նա ունի ինչ-որ կոմպլեքսներ եւ դրա հետ երկար տարիներ պայքարում այսինքն ազատվի այդ կոմպլեքսից ու չգիտի ոնց ու կարծես թե մեդիան դաշտը ոնց որ փորձում է գտնել այդ տարբերակները քաշել դեպի իրան ինչ որ գումար աշխատել դեպքեր կան իհարկե օգնում է բայց գիտենք որ հաստատ կան նաև ճակերտարու զոհեր այդ ամեն ինչի ուստեղ մենք հաստատ կարանք խոսենք ավել քաշի մասին կամ առհասարակ դիտարկենք պայմանական ավել քաշ այսինքն եթե դու չունես չգիտեմ հայերեն ոնց է overweight չես, հա, եթե դու գերքաշային երևի, հա, գերքաշային չես, այսինքն քեզ քո առողջությանը չի խանգարում քո քաշը, բայց դու դիտարկում ես քեզ, որ քո քաշը ավել է, դու այդ դիտարկում ես, որտեվ շրջապատը քո այդ մասին անդադար խոսում է, ցույց է տալիս, որ այդ օքեյ չի, այդ սիրուն չի, արի դու դառի նիհար, արի դու դառի սենց ու այդ ռոպագանդան անտանելի մեծ է։ Հա, այդ գեղեցկության ստանդարտ կոչվածը չէ, որ միևնույն այս վերջին հատկապես դարերի, տարիների բանը չի փոխվել։ Միևնույն այդ 90-60-90-ը կա, ինչ որ եւ հատկապես կանանց դեպքում բանն անում, պահանջում են ինչ որ փարթամ ֆորմաներ, բայց միևնույն լինելով թող լինի նիհար, բայց ունենա փարթամ ինչ որ ֆորմաներ, դա էլ տանմա դեպի որ կանայք ունեն մենք կրծքերի չափսի հետ կապված կոմպլեքսներ, ինչ որ գնում են վիրահատում են, ինչ որ պլանտներ են անում Խոսքը բոլորի մասին չի իհարկե, բայց ընդհանուր առմամբ էլի ազդում այլ ինչ-որ կոմպլեքսներ ավելացնում։ Ու ազդում է մեր ընկալման վրա, մեր ինքներս մեր մարմնի ընկալման վրա, որովհետև ես վստահ եմ, որ շատ բաներ կա, որի մասին մենք չենք էլ մտածի, եթե չլիներ մեդիան կամ եթե լիներ օրինակ ինչ-որ բաներ սահմանափակ, որովհետև հիմա վատը որպես այդպեսին դիտարկվում է շատ բան։ Ինչպես նաև կուզեմ ասեմ, այն որ լավն է դիտարկվում նաև լիքը բան, դրա հաշվին դու եթե չունես կամ մի քիչ տարբերվում ես այդ դրանից, սկսում ես ոնց որ մտածել, որ ուրեմն չէ։ Կամ ուզում ես ունենալ, կամ ուզում ես ազատվել, ինչ որ մի բան անել դրա հետ էլ, ինչ որ գործողության անդադ քեզ տանեն, որ դու ինչ որ բան չես անում, որ լինի սենց կամ նենց։ Մի խոսքով մենք բոլորս էլ գեղեցիկ ենք նենց ոնց կանք, բայց եթե ունեք կոմպլեքսներ, որ ձեզ ահավոր խանգարում տանջում է ու չեք կարող ազատվեք, ու եթե ունեք հնարավորություն փոխելու այդ ինչ որ մի միջոցով կլինի պլաստիկա թե հոգեթերապիա միանշանակ արժի կարևոր ստեղ մարդը իրան լավ զգալու մասն է, հա, դու քեզ լավ զգաս, կոմֆորտ զգաս։ Այդքան այդ թեմայից կապված։ Ինչ ենք անում կոմպլեքսներից կիսվում ենք, թե էլ արդեն դա։ Ես օրինակ ունեմ բան։ Միշտ
չգիտեմ խի, ինչ որ տենց եկել է, այս մասերից ես միշտ նեղվում եմ ու ձգտում եմ կարճաթև հագնել, միայն տանն եմ ինչ որ տենց բաներ հագնում կանթերով, դրսում միշտ կարճաթև եմ հագնում, որտեղ ինչ որ ինձ թվում է, որ իրենք շատ մեծ են, շատ տենց ինչ որ թիկներ է այդ ամեն ինչը երևում ու համաչափ չի, ու տենց կարճաթև ինձ կոմֆորտ չի ակում ավ։ Ես լուծումը գտել եմ ոնց որ կարճաթև հագնելով։ Հատկապես շոկ եղանակին, ինչ Ես շատ գիտեմ, որ շատ տարբեր մարդկանց գիտեմ, ոնց որ հագուստով են փորձում կոմպենսացնեն, մեկը ես եմ տարբեր ոնց որ կոմպլեքսներ, չեմ բարձրաձայնի կոնկրետ ինչի հետ կապված, բայց էլի մարմնի հետ է կապված ու շատ նեղվում եմ շատ հաճախ ու օրինակ երբ որ գնում եմ խանութ ինչ որ առնելու, հիմնականում ես չեմ գնում խանութ, այդ շատ դժվար թեմա է, եթե գնում եմ այդ ինքնակնդատությունը հակապես այդ փորձ բաների ոնց է կոչվում հանդերձարանների հայելիներն ու լուսավորությունը շատ որ հատուկ արած լինի որ կոմպլեքսները ինչ որ տասնապատկվեն որ չունեիր դու մարմնի հետ հատվածի կապված որևէ կոմպլեքս բայց նույնիսկ քիթդ ինչ որ ծուռ ես տեսնում այո ամեն ինչը վատ աններ դաժե թե լավ է Աննիս դու գիտես, որ կոմպլեքսները մեզ իհարկե հաճախ խանգարում են, բայց նաև կարող են օգնեն, որովհետև մենք ստեղ ունենք կոմպենսացիայի հարց, այսինքն մի հատ օրինակով բերեմ, որ ավելի պարզ լինի, եթե օրինակ փոքր ժամանակ դպրոցում, էլի փոքր ժամանակ, եթե դպրոցում ինչ-որ մի հատ դասատու, որը հաճախ ոնց որ ես լսել եմ թերապիայի ժամանակ, ինձ հաճախ տենց բաներ պատմում են իմ այցելուները, ու ես ոնց որ սկզբում շատ զարմանում էի, հիմա միտսեք ընդունել եմ, որ տենց բան կա դասատուները կարան երեխեքի մտավոր ունակություններին ինչ որ անուն կպցնեն ու ինչ որ տենց վատ բառեր ասեն իրանց դրա հետ կապված լավագույն դեպքում այդ ոնց որ կոնտեքստում ասում են դու մի քիչ ոնց որ Կոմոդ լավ չի ստացվում, են որ օքեյ, լավ, այդ մի ձև կարելի է ընդունել, բայց ասում են կոմոդ լավ չի ստացվում, օրինակ մաթեմատիկան։ Ու այդ երեխեն, որը որ այդ լսում է, իր մոտ այդ կարա կոմպլեքս առաջացնի, որ ինքը լավ չի մաթեմատիկայից, բայց հետո կոմպենսացիա լինի այդ ու ինքը դառնա օրինակ մաթեմատիկոս կամ ֆիզիկոս կամ նմանատիպ ինչ որ ոլորտ ընտրի հետագայում ու ստեղ մենք խոսում ենք հենց այդ կոմպենսացիայի մասին կոմպլեքսի, որը որ ոնց որ դեպի լավ ուղղությամբ կարա գնա։ Հա, բայց ես օրինակ ունեմ տենց դեպքի իմ կյանքում, որ ուսուցիչները տենց խառը բաներ են ասել, տառնակությունների հետ կապված ընդհանուր ուղղակի ունակությունների դեպք կար, որ ընդհանուր դասարանին բանաստեղծություն գրել էր հանձնարարել, տենց կար չէ, ընդունված մեթոդ, ուղղակի տենց չոր 3 շաբթիա հանձնարարում են բանաստեղծություն գրել, ու գրել էի առաջին անգամ ինչ որ ու բականին կոշտ ու ինչ որ տենց բանով արձագանքեր, որ իբր չի ստացվում մի փորձի բան ինչ որ տենց ու ես ոնց որ այդ օրվանից որոշեցի որ ես գրելու եմ տենց ոնց որ քեզինա դու գրելու եմ որ ինքս ինձ կամ նույնիսկ ես իրան չէի էլ պատրաստում ցույց տալ բայց ոնց որ ինքս ինձ ապացուցելու որ չէ ինձ մոտ ստացվում է բանաստեղծություն գրելը ես ինչ տենց շատ բան չի էլի պահանջում չգիտեմ ֆիզիկոս պետք չի լինել որ բանաստեղծություն գրես տենց ոնց որ հետո դերաստարկում սկսեցի գրել բան տեսա որ ստացվում է հանգստացա բայց միևնույն է այդ բանը ոնց որ այդ դառնությունը մնում է չգիտեմ ինչքան վա դա արդեն երևի կոմպլեքսը չի մնում արդեն այդ էմոցիան է ինձ շատ տխրացնում է որ տենց փորձ ես ունեցել որովհետև պատկերացնում եմ թերապևտիկ դաշտ գնացի որ տենց փոքր անինո իրեն տենց բան են ասում մի տեսակ որ չգիտեմ շատ այ երևի դա այդ մոտիվացիայի այդ կոմպենսացիայի բաներ որ դա ինձ մոտիվացրեց այդ ջղայնությունը այդ բան էմոցիան որ ոչ թե ես հանձնվեմ այլ գրեմ ու ոնց որ դա ինձ մոտ չգիտեմ դրանից է թե ուղղակի ինչ որ ինձ մոտ հենց անձնական չէ տենց բան կա երբ որ ինձ ասում են որ չի ստացվելու քեզ մոտ ես հակառակը գրում եմ ու հենց հաջորդը դա եմ անում որ տեսնեմ որ չի ստացվում է նո հարցը adekvat ինչ որ բաների մասին է էլի չգիտեմ ատոմական կարծելու մասին չի իհարկե կարող է կաննաս հա եթե շատ ժամանակ ծախսեմ գուցե Ես տեղ մի հատ լայվ խակ եմ ասում, եթե տենց կոմպլեքսներ ունեք, որը որ մանկությունից է մնացել, բայց sense հավես բան կա։ Մի հատ փորձեք հետ նայեք ու ընդունեք եմ, որ դուք նայում եք այդ իրավիճակին, այդ փոքր երեխու աչքերով, այսինքն պատկերացրեք, որ դասատուն այն մարդը, ով որ պիտի որ մեր համար լինի երկրորդ ծնող դպրոցում, ով որ ոնց որ ծնողը տալիս է այդ պարտականությունը դասատուին, որ ինքը
քեզ վերցնի, որպես իր երեխա պահի այնտեղ սովորացնի, ինքը սովորացնում է քեզ, դարձնում է կոպիտ ասած, ոնց որ հետագայում սոցիումի համար պիտանի մարդ, ոնց որ էդ է իմաստը, ու այդ մարդով քո համար ոնց որ կարևոր կետ է, ինքը քեզ ասում է, որ քո մոտ դա չի ստացվում։ Այդ փոքր երեխու համար բավականին ցավալի է մանավանդ, եթե դու չես գալիս տուն ու տանը չես ասում, կամ գալիս ես տուն նույնը ստանում ես տանը, այդ շատ կատաստրոֆիկ է։ Այո։ Բայց մի հատ եթե հիմա տենց խնդիր ունեք, փորձեք հետ նայեք ու մի հատ տխրեք այդ երեխու համար, ում հետ որ տենց են արել, որտեղ այդ շատ տխրելու է։ Ու նաև նայեք են, որ այդ աչքերով նայեք սիտուացիային, որ այդ երեխան անկալել իրավիճակը, որ այդ մեծ մարդը, որ քո համար պիտի լինի ծնող, ինքը քեզ տենց բան ասե։ Բայց եթե դու հիմա նայես, օրինակ քո գրած բանաստեղծությունից վերցնես նայես, կարող է հրաշալի բան ես գրել, ասես խոսքի, չգիտեմ, այդ դասատուն մի քիչ ոնց որ ճիշտ չէ։ Ես կարող եթե ճիշտ ասել, բայց կարծում եմ այդ ասելու ձևը բանը կապ ունի էլ հատկապես տարիքի հետ։ Այո, կարևորը դու քո մեջի երեխուն, ով որ նաև եղել է փոքր ժամանակ էլ երեխա, լավ լինես իր հետ, որովհետև ինքը փոքր է եղել ու իր հետ լիքը բաներ ոնց որ տխուր է եղել, կարաս ընդունես։ Ինչ տենց ապրումակցես իրան։ Հա։ Ասես որ նորմալ է ամեն ինչ։ Հա, լինում է տխուր բաներ, վատ բաներ։ Մի հատ էլ բան կուզեմ ասեմ, մեր ներքին քննադատի հետ կապված, ներքին քննադատությունները, եթե մենք օրինակ փորձենք վիզուալիզացնենք ու իրան ինչ-որ մի հատ տեսք տանք, ինքը ինչ-որ մի հատ օրինակ չգիտեմ, իմ մոտ տարբեր թեմաներով տարբեր քննադատություններ ա լինում ու ինչ-որ մի թեմայի քննադատը տենց մի քիչ լիքոտ ջաջկա է, ինքը ինչ-որ վատ բաներ է ասում։ Եթե մենք փորձենք իր հետ խոսանք, ու լավ համաձայնության գանք, հա, օրինակ եթե դու մտածում ես, որ վայ ես այսօր ինչքան գեշ եմ, օրինակ։ Մի հատ կարես նայես հայլու մեջ ու քո հետ խոսես, այդ վայ ինչքան գեշ եմ, ներքին քննադատն է ասում։ Ասես, հա, որ այդ գեշ ես, թե օրինակ չի եմ, այսօր մի տեսակ իդեալական չես, բայց էլի լավն ես։ Բայց կամ օրինակ եթե դու չես համապատասխանում ինչ-որ ստանդարտների, որոնք դու քո գլխի մեջ գծել ես, դա չի նշանակում, որ դու գեշ ես։ Okay, լավ, համոզեցի, տենց ինչ-որ իդեալական եսի ինչ չես, որին դու սպասում ես, բայց приятный ես։ Ասես ինչ որ մի հատ հա, ինչ որ sense բալանսի գաս։ Հա, եթե դու ասես, չէ, ես սիրուն եմ, ես վերջն եմ, ես լավն եմ, այդ մի քիչ համոզես չի լինի քո համար, որովհետև եթե դու կոմպլեքս ունես արտաքինի հետ կապված, դու դրան չես հավատա ու այդ էֆեկտիվ չի լինի։ Բայց եթե դու ինչ որ մի հատ sense բալանսի գաս, հա, որ այդ ներքին քննադատն էլ անդադ քեզ չճնշի իր բանը, ոչ օբյեկտիվ քննադատություններով։ Ու կարող է երբեմն օբյեկտիվ, բայց փորձը ցույց է տալիս, որ չէ, հիմնականում շատ չափազանցված իրավիճակներ են։ Չենք մոռանում նաև, որ լավ մեթոդ է կոմպլեքսները հաղթահարելու կամ այդ ներքին քննադատի հետ պայմանավորվելու հումորի զգացումը, հումորը, կատակներ անելը, ինքնահեգնանքը, սամաիրոնիա կոչվածը, չէ՞, եթե ճիշտ եմ ասում, կամ եթե սխալ եմ ասում, ասա չէ։ Նաև օրինակ, չգիտեմ, այնպիսի ինչ որ իրավիճակներ, որ դուք դա չեք կարող փոխել ձեր մեջ, հասակն է, ինչ որ ֆիզիոլոգիական, չգիտեմ, մեծ քիթա գանգուր մազեր են, որ դուք ուզում եք ուղիղ լինի, բայց դե հիմա գանգուր է, ու տենց ինչ որ կատակներ եք անում, հատկապես օրինակ շատ կա դա ստենդափ կոմիկների մոտ, որ իրանք խոսում են իրենց ինչ որ փորձից, անձնական ինչ որ կոմպլեքսներից, հումորի տեսանկյունից, կարծում եմ դա էլ է օգնում, որ եւ ուրիշի փորձն ես տեսնում եւ այդ մեթոդը փորձում ես ինքդ քեզ վրա կիրառել։ Ու առհասարակ ես կուզեմ տեղ նշեմ, որ հումորի զգացումը զարգացնելը մեզ ահա որ շատ օգնում է տարբեր կյանքի ոլորտներում, բայց քանի որ կոմպլեքսներից ենք խոսում, այս մասին կուզեմ ասեմ, որ օրինակ անի ասած հասակի խնդիրի եթե կա, ու դու խնդիր ես համարում խնդիր է, հասակի հետ կապված կոմպլեքսներ ունես ու դու խնդիր ես այդ համարում, օրինակ չգիտեմ, օրինակ ես որ 157 եմ, բայց կուզեի գոնե 160 լինել։ Դրանց ինչ որ 3 սանտիմետրի կոմպլեքս չէ։ Ես 162 եմ, բայց ես մեր տարբերությունը չեմ նկատել, ճիշտ ասած։ Այդ տենց կարա լինի, որ ոնց որ դու մտածես, որ ունես այդ կոմպլեքսը, բայց մարդկա օրինակ չել նկատում այդ տենց տրենդ կար տեսել ես, որ ոնց որ իրանց նկարներն էին մարդիկ դնում, ասում էին տիպը նա ես նկարները ու ասա ինչն է ըստ քեզ իմ կոմպլեքսը որ չես կարող հասկանալ։ Ահա, չէ, ճուտես։ Այդտենց հավես տրենդ կար ու մարդիկ ոչ մեկ չի հասկանում ինչն որտեղ մենակ դու գիտես դրանք։ Մենակ դու գիտես ինչը քո հետ են չի։
ու փորձում ես լավ դա կոծկել, որ հանկարծ չերևա, որ դու դրա հետ կապված ունես կոմպլեքս։ Մի խոսքով զարգացրեք ձեր հումորի զգացումը, եթե չեք գնում օպերացիայի, թերապիայի, սա մեյրոնյան ձեզ խեղդում է, հումորի զգացումը ուժեղացրեք, կարգին հաղորդումներ։ Այո, բոլոր իրավիճակների համար ունեն սկեչեր։ Այո, մեր մանկության։ Ստենդափի գնացեք հրաշալի մեթոդա տեսնելու կողքից ոնց են մարդիկ իրենց մասին, իրենց մանկության մասին, ինչի՞ չէ, իրենց կյանքի մասին հումորային բաներ պատմում։ Սև հումորն է երբեմն օգնում կյանքին այտենց ավելի թեթև նայել իրավիճակին։ Այո։ Այդպես էսքան է երևի էլի այսօրվա համար։ Հա, կոմպլեքսները sense թեթև է։ Ինքնակնդատի հետ էլ շատ խոսեք։ Չախցած կան։ Տեղ դիմացի։ Ցենետ։ Երևի այսօր էսքան է։ Այո, մերսի որ լսեցիք։